Եթերում ազատ լուրերի հիմնական թողարկումն է, տաղավարում աշխատում են Արա Աբրահամյանը և Լուսինե Զարայելյանը, բարի երեկո։ Օրվա իրադարձությունները նախ համառոտ։ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները ամենաբարձր մակարդակի վրա են և Հայաստանի կառավարությունն անում է ամեն բան այն խորացնելու համար։ Հունաստանում Հայաստանի դեսպանի հարցազրույցը տեղի պետական հեռուստաընկերությանը։ Ռուսաստանը պատրաստ է բանակցությունների հարթակ տրամադրել Հայաստանին և Ադրբեջանին, բայց չլինել միջնորդ։ Հայտարարել է Մարիա Զախարովան, նա կրկին առիթը բաց չի թողել և անհեթեթ մեղադրանքներ է հնչեցրել Բրյուսելի հասցեին։ Ավտոբուսային պարկի թարմացում, միասնական տոմսային համակարգի ներդրում, ապօրինի շինթույլտվություններ, հեղեղատարների և ջրամատակարարման համակարգերի փոխարինում, այս և բազում այլ հարցերի այսօր պատասխանել է Երևանի քաղաքապետը։ Քաղաքական հետապնդումների պատճառով Հայաստանում ապաստանած օտարերկրյա քաղաքացիները համոզված են, որ այստեղ պաշտպանված կլինեն, սակայն Հայաստանն իրավական առումով դեռ անելիքներ ունի, ինչ խնդիրներ են առաջանում։ Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը Երևանում 7-րդ անգամ կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնը։ Մրցութային ծրագրում ընդգրկված են A-դասի կինոփառատոնների մասնակցած եւ մրցանակակիր ֆիլմեր։ Ջո Բայդենը դուրս է եկել ընտրապայքարից, առաջարկելով փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունը։ Նախընտրական անսպասելի զարգացումներ Միացյալ Նահանգներում։ 2 օրից Փարիզում կկայանա 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Հայաստանը քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը ներկայացված կլինի 15 մարզիկով, հայտնի են նրանց մրցելույթների օրերը։ ԵՄ խորհրդի որոշումից հետո հանձնաժողովը երկխոսություն է սկսում Հայաստանի հետ վիզային ռեժիմի ազատականացման վերաբերյալ։ Այս գործընթացը կաջակցի Հայաստանին ԵՄ-ի հետ առանց վիզայի ռեժիմի հասնելու իր երկարաժամկետ նպատակին։ Երկխոսությունը կանցկացվի վիզաների ազատականացման գործողությունների ծրագրի շրջանակում, որի խորհրդում քննարկումից հետո կներկայացվի Հայաստանի իշխանություններին։ Վիզաների ազատականացումը ավտոմատ գործընթաց չէ, այն կքննարկվի միայն, երբ երկխոսությունը հաջողությամբ ավարտվի եւ թվարկված բոլոր պայմանները կատարվեն։ Երկխոսության հաջող ավարտից հետո Հայաստանի քաղաքացիների համար ավելի հեշտ եւ էժան կլինի կարճաժամկետ այցերով Եվրոպա մեկնելը։ Հայաստանի քաղաքացիներն 2014 թվականի հունվարի 1-ից արդեն օգտվում են ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի դյուրացման համաձայնագրի առավելություններից։ Եվրամիություն-Հայաստան հարաբերությունները ներկայում գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ Հունաստանի հանրային հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է այդ երկրում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը։ Նրա խոսքով ԵՄ-ի հետ ինտենսիվ քաղաքական երկխոսություն է ընթանում եւ Հայաստանի կառավարությունն անում է ամեն հնարավորը այդ գործակցությունը խորացնելու համար։ 10 ամիս առաջ գրվեց Լեռնային Ղարաբաղի պատմության հերթական, ողբերգական եւ արյունալի էջը։ Այս հայտարարությունը հնչել է Հունաստանի հանրային հեռուստաընկերության հայտնի «Սահմաններ» քաղաքական վերլուծական հաղորդաշարում։ Հարավային Կովկասում քաղաքական զարգացումների մասին հաղորդաշարում ներառվել է Հունաստանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանի հետ հարցազրույցը։ 21-րդ դարի ամենաողբերգական բռնի տեղահանությունն էր։ Այսպես է սկսվում Արցախին վերաբերող հատվածը հունական հաղորդաշարում։ Ի պատասխան դեսպան Մկրտչյանը ներկայացնում է նախորդ տարվա սեպտեմբերին տեղի ունեցածը։ Սա ժամանակակից պատմության ամենաողբերգական դրվագներից մեկն է, երբ 100,000-ից 120,000 մարդ ենթարկվել է էթնիկ զտումների։ Հազարավոր տարիներ հայերը ապրել են Լեռնային Ղարաբաղում, այն եղել է մեր հայրենիքի մի մասը, եւ ընդամենը մի քանի օրում ամբողջ Արցախը զտվեց հայերից։ Հուսով եմ, որ ապագայում հայերը կկարողանան վերադառնալ իրենց հայրենիք։ Այս պահին գուցե դա կարող է իրատեսական չթվալ, բայց արդարության վերականգնման հավատը մեր կյանքի շարժիչ ուժն է։ Խոսելով հայ-ադրբեջանական հարաբերությունների մասին, Հունաստանում Հայաստանի դեսպան Տիգրան Մկրտչյանը դրական է արտահայտվում Երևանի եւ Բաքվի միջև Վաշինգտոնում ընթացող խաղաղ բանակցությունների մասին, սակայն չի թաքցնում իր մտահոգությունը։ Հայաստանը պատրաստ է համաձայնագիր ստորագրել Ադրբեջանի հետ խաղաղ գոյակցության եւ սահմանների ու տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչման մասին։ Խնդիրն այն է, որ Ադրբեջանը անընդհատ արհեստական խնդիրներ է ստեղծում եւ իրավիճակային դիվանագիտություն է վարում, որի հիմքում ուժի կիրառումն է իր նպատակներին հասնելու համար։ Հաղորդաշարի հեղինակը շեշտադրում է, Բաքուն պահանջում է վերանայել Հայաստանի սահմանադրությունը, պնդում հեռացնել երկրի անկախության հռչակագրի մասին հիշատակումը։ Հույն լրագրողը նաև նշում է, որ Բաքուն Երևանից միջանցք է պահանջում, որով կկարողանա կապվել ադրբեջանական կողմից վերահսկվող Նախիջևանի ինքնավար հանրապետության հետ։ Այս պահանջներից ելնելով լրագրողը ենթադրություն է անում, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը դեռ հեռու է ստորագրումից։ Իսկ Հայաստանը, հաշվի առնելով ընդհանուր աշխարհաքաղաքական իրավիճակը, ավելի քան երբևէ մոտ է Եվրամիությանը։
Այս պնդումներին ի պատասխան Հունաստանում Հայաստանի դեսպանը նշել է. Եվրամիություն Հայաստան հարաբերությունները ներկայում գտնվում են ամենաբարձր մակարդակի վրա։ ԵՄ-ի հետ ինտենսիվ քաղաքական երկխոսություն է ընթանում եւ Հայաստանի կառավարությունն անում է ամեն ինչ այդ գործակցությունը խորացնելու համար։ Եվրոպական կողմից կա պատրաստակամություն եւ մենք տեսնում ենք, որ քաղաքակրթական տեսանկյունից Հայաստանը եվրոպական երկիր է։ Անշուշտ իր արժեքներով, մարդու իրավունքների, խոսքի ազատության եւ բոլոր ժողովրդավարական հատկանիշներով Հայաստանը ավելի առաջ է, քան մեզ շրջապատող շատ երկրներ։ Ուստի երկրի համար եվրոպական հետագծի զարգացումը անխուսափելի է։ Հունաստանի հանրային հեռուստաընկերության Հարավային Կովկասում իրավիճակին վերաբերող վերլուծական հաղորդումը ավարտվում է վերլուծաբանների գնահատմամբ, թե Կովկասում սև ամպերը դեռ շարունակում են թանձրանալ։ Ադրբեջանը, որն իր բանակով շատ ավելի ուժեղ է, քան Հայաստանը, դեռ պատերազմի սցենարներ է մշակում դեպի Նախիջևան անարգել մուտք ապահովելու համար։ Սցենար, որը կարող է հանգեցնել Հայաստանի մասնատմանը եւ փախստականների զանգվածային նոր ալիքի։ Այդա Կիրակոսյան, Free News, Ազատ լուրեր։ Ռուսաստանն էլ պատրաստ է բանակցությունների հարթակ տրամադրել Հայաստանին ու Ադրբեջանին, բայց չլինել միջնորդ այս մասին ամեն շաբաթի ասուլիսին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Նա նաև անդրադարձել է Եվրոպական միության ընդունած որոշմանը, որով կառույցը 10 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանի զինված ուժերին։ Նրա խոսքով ԵՄ-ն այս քայլով գնում է տարածաշրջանում իրավիճակի սրման։ Զախարովան հերթական անգամ անհեթեթ մեղադրանքներ է հնչեցրել Բրյուսելի հասցեին։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև հավասարակշռված խաղաղության պայմանագրի կնքումը նախապայման է տարածաշրջանի անվտանգության եւ կայուն տնտեսական զարգացման համար։ Այս մասին ամեն շաբաթյա ասուլիսին հայտարարել է Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։ Ռուսաստանի Դաշնությունը պատրաստ է հարթակ տրամադրել Ադրբեջանի եւ Հայաստանի ներկայացուցիչների միջև բանակցությունների համար, նաեւ ստեղծել առավել հարմարավետ պայմաններ։ Ռուսաստանի արտաքին գերատեսչության ներկայացուցիչը շեշտել է, թե իբր պաշտոնական Մոսկվան դեռևս 2022 թվականի հոկտեմբերի 31-ին է ընդգծել երկրների միջև խաղաղության պայմանագրի կնքման ակտիվ նախապատրաստման կարևորությունը, տարածաշրջանում կայուն եւ երկարաժամկետ խաղաղության հասնելու նպատակով։ Այսինքն մեր մոտեցումը ոչ միայն կայուն է, այլև ամրագրված է այն փաստաթղթում, որի տակ դրված է մեր երկրի ստորագրությունը։ Նման աջակցության ծավալներն ու ձևերը պետք է ընդունելի լինեն բանակցող կողմերից յուրաքանչյուրի համար ձեռք բերված պայմանավորվածությունների համաձայն։ Մոսկվան բազմիցս ընդունել է խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ հայ-ադրբեջանական բանակցությունների փուլերը։ Պատրաստ ենք ապագայում էլ հարթակ տրամադրել։ Զախարովան նաև հայտարարել է, որ ռուսական կողմի տրամադրած հարթակում Հայաստանն ու Ադրբեջանը կարող են բանակցել առանց իր երկրի միջնորդության, այսինքն երկկողմ ձևաչափով։ Միաժամանակ Զախարովան ողջունել է Ղազախստանի միջնորդությամբ մայիսին Ալմաաթայում անցկացված Միրզոյան Բայրամով հանդիպումը։ ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչը նաև անդրադարձել է Եվրոպական միության ընդունած որոշմանը, որով կառույցը 10 միլիոն եվրո կտրամադրի Հայաստանի զինված ուժերին։ Զախարովային կրկին դուր չի եկել այն փաստը, որ միջազգային կառույցներն ու տարբեր երկրներ նպաստում են Հայաստանի դիմակայունության բարձրացմանը։ 10 միլիոն եվրո ուղղելով Հայաստանի զինված ուժերին Եվրամիությունը ակնկալում է իր կործանարար ազդեցությունը տարածել Անդրկովկասում։ Այս ամենը շատ ակնհայտ է, սա երևում է Ուկրաինայի օրինակից։ Եվրամիությունը որդեգրել է ռազմականացման առճակատման կուրս եւ ծառայում է ոչ թե քաղաքացիների, այլ Միացյալ Նահանգների եւ ՆԱՏՕ-ի շահերին։ Զախարովայի կարծիքով ԵՄ-ի Հայաստանին աջակցություն տրամադրելու որոշումը կապված է աշխարհաքաղաքական հաշվարկների հետ։ Նա պնդել է, թե իբր Եվրամիության խաղաղության գործիքակազմը երբևէ ոչ մի երկրի համար չի բերել խաղաղ կարգավորում։ Ռուսաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ներկայացուցիչը սակայն չի նշել Մոսկվան այդ ինչ հաշվարկների արդյունքում թույլ տվեց Ադրբեջանին հայաթափել Արցախն ու օկուպացնել Հայաստանի որոշ տարածքներ։ Այդ ինչ հաշվարկների արդյունքում Երևանի բարեկամը դարձավ Բաքվի դարավոր դաշնակիցը։ Նարեկ Արոշանյան, Free News, Ազատ լուրեր։ Բաքուն անմիջապես արձագանքել է Զախարովայի կողմերի հանդիպում կազմակերպելու Մոսկվայի պատրաստակամության վերաբերյալ հայտարարությանը։ Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն 10-ին հայտնել է, որ Ադրբեջանը միշտ պատրաստ է եղել Հայաստանի հետ բանակցություններին, թե Ռուսաստանում, թե այլ վայրերում։ Եվ թողարկման երկրորդ հատվածում առաջարկում ենք դիտել։ Քաղաքական հետապնդումների պատճառով Հայաստանում ապաստանած օտարերկրյա քաղաքացիները համոզված են, որ այստեղ պաշտպանված կլինեն, սակայն Հայաստանն իրավական առումով դեռ անելիքներ ունի, ինչ խնդիրներ են առաջանում։
Հուլիսի 29-ից օգոստոսի 2-ը Երևանում 7-րդ անգամ կանցկացվի կարճամետրաժ ֆիլմերի կինոփառատոնը։ Մրցութային ծրագրում ընդգրկված են A-դասի կինոփառատոնների մասնակցած եւ մրցանակակիր ֆիլմեր։ Ջո Բայդենը դուրս է եկել ընտրապայքարից, առաջարկելով փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունը։ Նախընտրական անսպասելի զարգացումներ Միացյալ Նահանգներում։ 2 օրից Փարիզում կկայանա 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Հայաստանը քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը ներկայացված կլինի 15 մարզիկով, հայտնի են նրանց մրցելույթների օրերը։ Շարունակում ենք թողարկումը։ Քաղաքական հետապնդումների պատճառով Հայաստանում ապաստանած օտարերկրյա քաղաքացիները համոզված են, որ իրենց երկրների իշխանությունների հետապնդումներից զերծ կմնան եւ այստեղ առավել պաշտպանված կլինեն։ Չնայած մեր երկրում իրավապաշտպանները աջակցություն են ցուցաբերում նրանց, սակայն այդ հարցում Հայաստանը իրավական առումով ունի դեռ անելիքներ։ Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի հետևանքով դեռևս 2022 թվականի սկզբից Հայաստան են տեղափոխվել բազմաթիվ անձինք, համոզված լինելով, որ Հայաստանում ապահով է, որտեղ չեն հետապնդվելու իրենց երկրների իշխանությունների կողմից, որտեղ երաշխավորված կլինեն իրենց անվտանգությունը, իրավունքներն ու ազատությունները։ Բացի այդ, առանց վիզայի հաղորդակցությունը եւս նպաստում է, որ օտարերկրացիները առաջին հնարավորության դեպքում գան Հայաստան։ Թե ինչու են Հայաստանը ընտրում որպես անվտանգ մարդահրավերների տեսանկյունից անվտանգ երկիր, մենք մեր զեկույցում էլ ենք անդրադարձել, որովհետև Հայաստանում չկա այդ վտանգը ցանկացած դեպքում առանց իրավական հիմնավորման, իրավական փաստական հիմնավորման արտահանձնում իրականացնելու։ Չնայած մենք ցավոք արձանագրել ենք մեկ դեպք Ռուսաստանի Դաշնության քաղաքացու դեպքում, երբ տեղի ունեցավ արտադատական արտահանձնում, այսպես ասած, Դմիտրի Սեդրակովի դեպքում։ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակն իրավական պաշտպանություն է տրամադրել եւ շարունակում է տրամադրել Ռուսաստանի Դաշնության, Բելարուսի Հանրապետության, Իրանի Իսլամական Հանրապետության թվով 130 քաղաքացու։ Նշված անձանց տրամադրվում է իրավական խորհրդատվություն, դատական պաշտպանության ապահովում, ընդհանուր մարդու իրավունքների Եվրոպական դատարանում կոնվենցիոն իրավունքների խախտման հիմքով գանգատների ներկայացում։ Դրանցից մի մասը ներկայացնում է, որ իրենք սկզբունքորեն դեմ են պատերազմին եւ պատերազմական գործողություններին, իսկ մյուսները նշում են, որ արմատներով ուկրաինական արմատներ ունեն, հարազատներ ունեն ուկրաինացիների մեջ, այս հիմքով եւս չեն ցանկանում մասը դառնալ տեղի ունեցող պատերազմական հանցագործությունների։ Թեպետ այդ քաղաքացիների նկատմամբ կիրառվում է դասալքության հոդվածը, սակայն Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Արթուր Սաքունցի խոսքով նրանք ամենևին էլ դասալիքներ չեն, այլ պարզապես մարդիկ են, որոնք հրաժարվել են մասնակցել պատերազմին, իսկ հրաժարվելու պատճառները կարող են շատ ու տարբեր լինել։ Այս մարդիկ Հայաստանում ապաստանելով բախվում են տարբեր իրավական մարտահրավերների։ Մեր ամբողջ խնդիրն է, որ մարդը պետքա փախելա, եկել այստեղ, իրանց չպետքա նրանց կողմից հարուցված քրեական գործի շրջանակներում եւ հետախուզում հայտարարելու հիման վրա մարդուն արգելանքի տակ վերցնել, ընդհանրապես փաստաթղթավորել։ Խնդիրներ կան նաեւ, երբ որ կամ այդ գործընթացը պետքա ինչի եղնի։ Միանգամից մեր մոտ պետքա ապաստանի հարցը լուծվի հեշտ ու հանգիստ։ Անկամ եթե Հայաստանում ապաստանելու համար դիմաց օտարերկրացիները որևէ հանցագործություն են կատարել, ապա նրանց արտահանձնումը պետք է լուրջ քննարկման առարկա դառնա։ Եթե նույնիսկ այդ երկրներում իրական քրեական հանցագործություն են կատարել եւ խուսափել են, փախել են եկել այստեղ, նրանց արտահանձնումը պահանջի դեպքում պետքա լուրջորեն քննարկման առարկա դառնա Հայաստանի իշխանությունների կողմից, թե արդյոք նա չի ենթարկվի արտահանձնվելուց հետո խոշտանգումների կամ արտադատական ուրեմն մահապատժի կամ արժանապատվություն նվաստացնող վերաբերմունքի։ Լուսինե Գրիգորյան, Free News, Ազատ լուրեր։
Միացյալ Նահանգների նախագահական ընտրությունից մոտ 100 օր առաջ Ջո Բայդենը դուրս եկավ ընտրապայքարից առաջարկելով փոխնախագահ Քամալա Հարիսի թեկնածությունը։ Նրա ընտրապայքարից դուրս գալու մասին հայտարարությունից հետո տարբեր հարթակներում լուրեր էին տարածվել, թե Բայդենը մահացել է կամ կոմայի մեջ է, սակայն գործող նախագահն արդեն վերադարձել է Վաշինգտոն։ Սպասվում է, որ հուլիսի 25-ին նա հանդես կգա ուղերձով, սեպտեմբերի 10-ին նախատեսվում է անցկացնել Թրամփ-Հարիս բանավեճը։ Միացյալ Նահանգների փոխնախագահ Քամալա Հարիսը Ջո Բայդենի քարոզարշավը լքելուց մեկ օր անց ապահովում է օգոստոսին Չիկագոյում կայանալիք դեմոկրատական համագումարի պատվիրակների մեծամասնության աջակցությունը։ Ըստ Associated Press գործակալության այս պահին Հարիսը դեմոկրատների 1976 պատվիրակների աջակցությունն ունի, ինչը բավարար է նախագահի թեկնածու առաջադրվելու համար։ Դեմոկրատական կուսակցության համագումարը Չիկագոյում անցկացվելու է օգոստոսի 19-ից 22-ը, բայց արդեն օգոստոսի 1-ից 7-ը դեմոկրատների պատվիրակները քվեարկություն են անցկացնելու ու եթե Քամալա Հարիսի օգտին քվեարկեն 1976 դեմոկրատ պատվիրակներ, ապա նա պաշտոնապես կդառնա նախագահի թեկնածու։ Ամերիկյան պարբերականի գնահատմամբ Բայդենի հեռացումն ու Հարիսի փաստացի առաջադրումը նոր լիցք են հաղորդել դեմոկրատների ընտրարշավին։ And so we have 106 days until election day and in that time we have some hard work to do. Առաջիկա 106 օրերին մենք լուրջ աշխատանք ունենք կատարելու։ Պետք է թակենք բոլորի դռները, պետք է խոսենք մեր ընտրողների հետ եւ ամենակարևորը, պետք է հաղթենք այս ընտրություններում։ Ջո Բայդենի ընտրարշավը լքելուց հետո առաջին հրապարակային ելույթի մի մասը Քամալա Հարիսը նվիրել է իր ապագա մրցակցի Դոնալդ Թրամփի քննադատությանը։ Դոնալդ Թրամփին եւ իր նմաններին ես լավ եմ ճանաչում։ Մի մոռացեք, որ նա վերջերս 34 տարբեր դրվագներով մեղավոր ճանաչվեց խարդախության համար։ Սակայն այս ընտրարշավի իմաստը ոչ թե մեր պայքարն է ընդդեմ Թրամփի, այլ իմ նախագահության նպատակը լինելու է ուժեղ միջին խավի ձևավորումը։ Ուժեղ միջին խավ նշանակում է ուժեղ երկիր։ Մենք գիտենք, որ սա այն ապագան չէ, հանուն որի պայքարում է Թրամփը։ Այս ելույթի ընթացքում Քամալա Հարիսի շուրթերից անընդհատ հնչում էր Ջո Բայդեն անունը։ I just have to say I love Joe Biden. I love Joe Biden and I know we all do and we have so many darn good reasons for loving Joe Biden. Ըստ ամերիկյան մամուլի Քամալա Հարիսն անդադար Ջո Բայդենին հիշատակելով փորձում էր վերջ տալ Բայդենի մահվան մասին շրջանառվող լուրերին։ Washington Post-ն էլ գրում է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենը պատրաստվում է չորեքշաբթի ելույթ ունենալ եւ անդրադառնալ նախագահական մրցապայքարից դուրս գալու իր որոշմանը։ ԱՄՆ նախագահն էլ X-ի իր էջում գրել է. Վաղը երեկոյան ժամը 20-ին ես ելույթ կունենամ ժողովրդի առջև խոսելու ապագայի մասին, նաև թե ինչպես եմ ավարտելու պաշտոնավարումս։ Հանրապետականներն էլ վստահ են, Թրամփի համար միևնույնն է, թե ով է լինելու իր մրցակիցը նոյեմբերի 5-ին կայանալիք ընտրություններում։ Այս մասին հանրապետականների հավաքի ժամանակ հայտարարել է փոխնախագահի թեկնածու Ջեյմս Վենսը։ That same Joe Biden supported the disastrous invasion of Iraq and at each step of the way. Ես չեմ ընդունում Ջո Բայդենին եւ ինձ դուր չի գալիս նրա վարած քաղաքականությունը։ Նորմալ չէ, երբ 3.5 տարի երկիրը նախագահում է մի մարդ, որը չունի մտավոր կարողություններ։ Քամալա Հարիսը սակայն այս մասին լռում էին բոլորը։ Չնայած դրան յուրաքանչյուր ամերիկացի հասկանում էր, որ նա ի վիճակի չէ կատարել իր պարտականությունները։ Իդեպ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը նախագահական ընտրապայքարից դուրս գալուց հետո հուլիսի 23-ին կրկին վերադարձել է Վաշինգտոն։ Սոնա Գիշյան, Free News, Ազատ լուրեր։ Իրան-ադրբեջանական սահմանին փոխհրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով ադրբեջանցի 2 սահմանապահ վիրավորվել է։ Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ էլ սահմանապահների ուղղությամբ կրակահերթ են բացել իրանցի սահմանախախները։ Միջադեպը տեղի է ունեցել գիշերը, այլ մանրամասներ չեն հաղորդվում։ Միջազգային նորությունները դիտեք տեսաշարով։ Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտնել է իր անհանգստությունը Բիձինա Իվանիշվիլու դեմ ծրագրված մահափորձի մասին։ Վարչապետը նշել է, որ մահափորձն ունի նույն ձեռագիրը, ինչ Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոյի եւ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի դեմ։ Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն ժամանել է ԱՄՆ, որտեղ կհանդիպի Ջո Բայդենի, Քամալա Հարիսի եւ ըստ երևույթին Դոնալդ Թրամփի հետ։ Նաեւ ելույթ կունենա կոնգրեսում։ Անկախ նրանից, թե նոյեմբերին ով կհաղթի ընտրություններում, Իսրայելի հարաբերություններն իր գլխավոր դաշնակցի հետ պետք է ճշգրտվեն։ Սպասվում է, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Սպիտակ տանը կհանդիպի Նեթանյահուի հետ։ Սպասվում է, որ Բայդենն ու Նեթանյահուն կքննարկեն Գազայում Իսրայելի եւ Համասի զինյալների միջև հրադադարին հասնելու ուղիները, նաեւ Իրանի եւ այլ թեմաներ։ Նեթանյահուն առանձին կհանդիպի նաեւ Քամալա Հարիսի հետ։
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին զինված ուժերի գլխավոր շտաբի նիստում զինվորականների հետ քննարկել է առաջնագծից այն կողմ հարվածներ հասցնելու հնարավորությունը։ Մենք մեծ ուշադրություն ենք դարձրել առաջնագծից այն կողմ հարվածելու կարողությանը, նախագահը խոսել է նաև հրթիռային ծրագրերի քննարկման մասին։ Նա պարզաբանել է, որ Կիևը ներկայումս աշխատում է նվազեցնել Ուկրաինայի կախվածությունը արևմտյան հրթիռներից։ Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ժամանել է Պեկին երրորդյա այցը սկսվել է հուլիսի 23-ին Ուկրաինայի բարձրաստիճան դիվանագետը Չինաստան է մեկնել իր չինացի գործընկեր Վան Յի հրավերով։ Նշվում է, որ ուղևորությունը կօգտագործվի չինացի եւ ուկրաինացի առաջնորդների միջև շփումները զարգացնելու համար եւ որ Վանգի հետ բանակցություններ կվարվի պատերազմում խաղաղության հասնելու համար լուծումներ գտնելու շուրջ։ Շատ կարեւոր է, որ Կիևը եւ Պեկինը ուղիղ երկխոսություն վարեն եւ դիրքորոշումներ փոխանակեն, նշել է Կուլեբան։ Թայվան Այլ թեմաներ ավտոբուսային պարկի թարմացում, միասնական տոմսային համակարգի ներդրում, ապօրինի շին թույլտվություններ, Երևանի կանաչապատման եւ բարեկարգման աշխատանքների ընթացք, հեղեղատարների եւ ջրամատակարարման համակարգերի փոխարինում։ Այս եւ բազում այլ հարցերի այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանել է Երևանի քաղաքապետը։ Ասուլիսի մանրամասները ներկայացվող տեսանյութում։ Սեպտեմբերի 1-ից մասնակի, իսկ հունվարի 1-ից ամբողջական ծավալով Երևանում այլևս գործելու է ուղևորցի վճարման միասնական տոմսային համակարգը։ Մենք այս ընթացքում տարբեր հատվածներում ունենալու ենք նաև հնարավորություն տերմինալների միջոցով տոմսեր գնելու։ Շուտով ունենալու ենք հնարավորություն բանկային քարտի միջոցով ուղիղ որպես NFC համակարգի օգնությամբ տոմսը միանգամից գնելու կամ այսպես ասած դրա փոխարեն վճարում անելու եւ ունենալու ենք նաեւ այդ տոմսային քարտերի հնարավորությունը եւ մենք ուզում ենք, որ այս ամբողջական համակարգը պատրաստ լինի, որպեսզի մենք վստահ լինենք, որ ամենը աշխատում է, բոլոր խնդիրները լուծված են եւ հունվարի 1-ից նոր համակարգը արդեն իսկ ներդրվում է։ Սույն փոփոխությունն արդյոք չի հանգեցնելու հանրային տրանսպորտի ուղևորցի թանկացման։ Հարյուր համակարգը ամբողջապես նոր տրամաբանություն ունի եւ այն մարդիկ, ովքեր որ ավելի շատ են օգտվում տրանսպորտից, նրանց համար միգուցե ավելի էժան լինի տրանսպորտ։ Այն մարդիկ, ովքեր որ ավելի նվազ քանակով են օգտվում տրանսպորտից, նրանց համար մի փոքր ավելի թանկ կարող է լինել, բայց վստահաբար ընդհանուր տրանսպորտային համակարգը եւ մարդկանց նաև հարմարավետությունը, իհարկե այս պահին որոշակի դժվարություններ կան, բայց ես վստահ եմ, որ միասնական տոմսային համակարգը էական բարեփոխում է լինելու։ Անձրևների ժամանակ Երևանը վերածվում է Վենետիկը հիշեցնող քաղաքի։ Թեպետ մեծ ծավալով իրականացվում են հեղեղատար համակարգերի ու կոյուղագծերի վերանորոգման ու հիմնանորոգման աշխատանքներ, սակայն պատկերը մեղմ ասած գոհացուցիչ չէ։ Երևանի քաղաքապետը լրագրողների այս դիտարկմանը նկատեց, աշխարհի եւ որևէ պետություն կամ քաղաք ֆորս-մաժորներից ապահովագրված չէ։ Եթե մենք խոսում ենք ենթակառուցվածքների հիմնանորոգման մասին, շատ դեպքերում մեզ թվում է, որ կարճաժամկետ ինչ որ լուծումները այտենց շատ արագ պետք է լինեն, բայց շատ դեպքերում դա այդպես չի։ Կամ նույն, երբ որ խոսում ենք կրկին ֆորս-մաժորի մասին, հեղեղների մասին, կներեք Արաբական Միացյալ Էմիրությունները ամենահարուստ երկրների ցանկումն է դասվում, բայց իրենք էլ ապահովագրված չէին այդ հեղեղներից եւ իրենց մոտ էլ այտենց մոտավորապես այտենց այն լավ կատակ կա գոնդոլաների մասին նույն իրավիճակը իրենց մոտ է տեղի ունենում, այսինքն ֆորս մաժորներից որևէ մեկը ապահովագրված չի, բայց այն որ աշխատանքները հիմնարար աշխատանքները տարվում են, ես ձեզ դրանում վստահեցնում եմ եւ դա կարծում եմ արդեն իսկ սկսել է տեսանելի լինել, իսկ ապագայում ել ավելի տեսանելի է դառնալու։ Մամուլի ասուլիսի ժամանակ Երևանի քաղաքապետն անդրադարձավ նաև ներքաղաքական խնդիրների։ Լրագրողները Տիգրան Ավինյանից հետաքրքրվեցին Բագրատ arczepiskopos Գալստանյանի կազմակերպած հանրահավաքների վերաբերյալ նրա դիրքորոշումից։ Դա շատ բնական պրոցես է ժողովրդավարական երկրում, որ յուրաքանչյուր իշխանություն պետք է ունենա ընդդիմություն։ Եվ իրականում նաև եթե մեր ընդդիմադիր ուժերը կարողանային ավելի բովանդակալից եւ ավելի ուժեղ օրակարգեր առաջադրել, դա նաեւ մեզ համար ավելի օգտակար կլիներ եւ մեր երկրի համար ավելի օգտակար կլիներ։ Ես օրինակ շատ վստահ գիտեմ մեր ուժի գաղափարախոսությունը, իմ եւ վարչապետի գաղափարախոսությունը, ինձ համար օրինակ շատ բացահայտ է, թե մենք ում ենք ծառայում, ինչի համար ենք այս աշխատանքը անում,
ինչ արժեքներով ենք առաջնորդվում, ինչա ժողովրդավարության արժեքը մեզ համար։ Ինձ համար օրինակ հասկանալի չի այդտեղ բեմում գտնվող մարդկանց արժեքները։ Ես վստահ չեմ, որ իրենք այդ ժողովրդավարության արժեքները կիսում էին։ Ես վստահ չեմ, որ իրենց օրակարգը այս երկրի եւ այս երկրի ժողովրդի շահերից էր բխում։ Եվ եթե ուզում եք ես ավելի անկեղծ լինեմ, ես ուղղակի կարող եմ ասել, որ ես վստահ եմ, որ մենք երբևէ այս երկրում ընտրություններ չենք կեղծելու եւ մի օր վստահաբար նաեւ ընդդիմությունը արդար ընտրությունների միջոցով հաղթելու է, բայց ես վստահ չեմ, որ այսօր այդ ուժերը կան, ովքեր որ այս նույն տրամաբանություն նվազագույն, ամենակարևոր, ամենաֆունդամենտալ արժեքը կիսում են։ Իմ եւ իմ քաղաքական թիմի միջև խզում չկա, հաջորդիվ շեշտեց Ավինյանը։ Այս համատեքստում էլ պատասխանելով այն հարցին, թե ինչպիսի հարաբերություններ ունի վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու իր մնացյալ թիմակիցների հետ։ Ավինյանը հերքեց մամուլում շրջանառվող այն լուրերը, թե Աշնանը Երևանի ավականին պատրաստվում է իրեն անվստահություն հայտնելու գործընթաց սկսել, պայմանավորված հենց ներկուսակցական լարված հարաբերություններով։ Ես առհասարակ իշխանություն ունենալ չունենալու տեսանկյունից երբևէ չեմ անհանգստանում, նախկինում էլ չեմ անհանգստացել, որովհետև իշխանությունը առաջին հերթին պատասխանատվություն է այն մարդկանց նկատմամբ, ով տվել է քեզ այդ իշխանությունը։ Հիմա բոլոր վարչական շրջաններում ամենաշատ ձայնը ստացել է մեր ուժը եւ հետեւաբար ենթադրվում էր, որ նաեւ մեր ուժից պետք է քաղաքապետ ընտրվի։ Ես անկեղծ եմ ասում ձեզ, ես իշխանություն ունենալ չունենալու հետ կապված երբևէ որևէ վարքյան չեմ անհանգստանում։ Դիանա Դավթյան, Հայկ Գևորգյան, Free News, Ազատ լուրեր։ Երկու օրից Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում տեղի կունենա 33-րդ ամառային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Հայաստանի պատվիրակության դրոշակիրը կլինի բռնցքամարտիկ 2021 թվականի աշխարհի փոխ-չեմպիոն Դավիթ Չալոյանը։ Հայաստանը քառամյակի գլխավոր մարզական իրադարձությանը ներկայացված կլինի 15 մարզիկով, հայտնի են նրանց մրցույթների օրերը։ Հուլիսի 26-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում պաշտոնապես կմեկնարկեն 33-րդ ամառային օլիմպիական խաղերը։ Պատմության մեջ առաջին անգամ քառամյակի գլխավոր մարզական իրադարձության բացման հանդիսավոր արարողությունը չի անցկացվի ստադիոնում։ Փարիզ 2024-ի բացման արարողությունը տեղի կունենա Սենագետի երկայնքով։ Պատվիրակությունները շքերթին կմասնակցեն նավակներով։ Շքերթը կավարտվի Տրոկադերոյի դիմաց, որտեղ տեղի կունենան օլիմպիական արարողակարգի մնացած տարրերը եւ եզրափակիչ շոուները։ Փարիզի օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը մասշտաբներով ամենամեծը կլինի պատմության մեջ։ Հայաստանն օլիմպիական խաղերին կմասնակցի 15 մարզիկով։ Առաջինը պայքարի մեջ կմտնեն սպորտային մարմնամարզիկներ Արթուր եւ Վահագն Դավթյանները, Հրաձիկ Էլմիրա Կարապետյանն ու Լողորդ Վարսենիկ Մանուչարյանը, որոնք հուլիսի 27-ին հանդես կգան որակավորման փուլերում։ Վարսենիկ Մանուչարյանը բատերֆլայ լողավոճում որակավորման փուլը հաղթահարելու դեպքում նույն օրը հանդես կգա եզրափակիչում։ Էլմիրա Կարապետյանը որակավորման փուլը հաղթահարելու դեպքում եզրափակիչը կանցկացնի հուլիսի 28-ին։ Աշխարհի չեմպիոն Եվրոպայի առաջնությունների կրկնակի ոսկե մեդալակիր Արթուր Դավթյանը հենացածքում եզրափակիչ դուրս գալու դեպքում մեդալային պայքար կմղի օգոստոսի 4-ին։ Նույն օրն էլ Վահագն Դավթյանն օղակների վրա կպայքարի մեդալի համար, եթե հուլիսի 27-ին հաղթահարած լինի որակավորման փուլը։ Հուլիսի 29-ին բռնցքամարտում Հայաստանի միակ ներկայացուցիչ 2021 թվականի աշխարհի փոխ-չեմպիոն Դավիթ Չալոյանը գերծանր քաշային կարգում կանցկացնի առաջին մենամարտը։ Հուլիսի 30-ին մեր մյուս լողորդը Արթուր Բարսեղյանը հանդես կգա ազատ ոճի որակավորման փուլում եւ եզրափակիչ դուրս գալու դեպքում նույն օրը եւս մեկ անգամ կմասնակցի մրցման։ Օգոստոսի 6-ին պայքարը կսկսեն ըմբիշները։ Այդ օրը գործ դուրս կգան հունարոմեական ոճի ըմբիշներ 77 կիլոգրամ քաշային աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Մալխա Սամոյանն ու օլիմպիական չեմպիոն, աշխարհի ու Եվրոպայի բազմակի չեմպիոն 97 կիլոգրամ քաշային Արթուր Ալեքսանյանը։ Այս քաշային կարգերի մեդալային գոտեմարտերը տեղի կունենան օգոստոսի 7-ին։ Այդ օրը մրցման դուրս կգա նաև ատլետիկայում Հայաստանի միակ պատվիրակ Երվանդ Մկրտչյանը, որն ուժերը կչափի 800 մետր վազքի որակավորման փուլում։
Նույն օրը գորգ դուրս կգա հունարոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի 3-րդ ներկայացուցիչը Սլավիկ Գալստյանը, որը հանդես կգա 67 կիլոգրամ քաշային կարգում։ Այս քաշային կարգի մեդալային գոտեմարտերն էլ կլինեն օգոստոսի 8-ին։ Այդ օրը պայքարը կսկսի ազատ ոճի ըմբիշ, Եվրոպայի քառակի չեմպիոն, աշխարհի առաջնությունների եռակի բրոնզե մեդալակիր 57 կիլոգրամ քաշային Արսեն Հարությունյանը։ Մեդալային գոտեմարտերը կրկին կլինեն հաջորդ օրը։ Օգոստոսի 9-ին հարթակ դուրս կգա ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը, որը ելույթ կունենա 89 կիլոգրամ քաշայինների պայքարում։ Հաջորդ օրը էստաֆետը կփոխանցվի մյուս ծանրորդներին։ 102 կիլոգրամ քաշային կարգում մեդալային պայքար կմղի Գարիկ Կարապետյանը, իսկ գերծանր քաշային կարգում Եվրոպայի գործող չեմպիոն Վարազդատ Լալայանը։ Օգոստոսի 10-ին ըմբշամարտում էլ գորգ դուրս կգա ազատ ոճի ըմբիշ Եվրոպայի չեմպիոն Վազգեն Թևանյանը, որը հանդես կգա 65 կիլոգրամ քաշային կարգում։ Այս քաշային կարգի մեդալային գոտեմարտերը կանցկացվեն օգոստոսի 11-ին մինչև օլիմպիական խաղերի փակման հանդիսավոր արարողությունը։ Նարեկ Արոշանյան, Free News, Ազատ լուրեր։ Այսօրվա համար նախատեսել էինք այսքանը։ Ցտեսություն։